Շնորհակալ եմ հարգարժան գործընկերներ, նիստին հետևող հարգելի հայրենակիցներ, ես սկսելու եմ մի փոքր հեռվից, բայց ամեն բան գալու է հանգի սրա վրա։ Ի դեպ, իմ եւ իմ կողմից ներկայացվող Ալյանս կուսակցության դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ, ծրագրային դրույթները, ելույթները, ասելիքները, բանաձևերը առաջարկում եմ դիտել եւ ուսումնասիրել alliance.am կայքում, ինչու եմ սա ասում, ինչ եմ ամեն առիթ օգտագործելու այս ամբիոնից դրա մասին խոսելու համար, որովհետեւ Alliance-ի ստեղծման օրվանից ես չգիտեմ նախագահը մերձ երիտասարդներից որի կամ ոմանց մտքում, ավելի ճիշտ գիտեմ, բայց չեմ ասում, էլի, անցավ այն գաղափարը, թե պետքա բացարձակ ինֆորմացիոն բլոկադայի ենթարկել լրատվական իշխանամետ ու պետական լրատվական միջոցներով իմ ու Alliance-ի գործունեությունը եւ հատկապես նույնիսկ այն դեպքերում, երբ որ պետականամետ ազգայնամետ գործունեություն է իրականացվում, ասենք զորօրինակ այս 5 օրը մենք քարոզչություն ենք իրականացնում, հակագրոհում ենք, փորձում ենք դիմագրավել մեր թշնամու բոլոր արարքներին, թե տեղեկատվական դաշտում, թե գործողություններով, թե ներքին մթնոլորտի ձևավորման իմաստով, այնքան ճղճիմ են, որ երբ որ վեր եմ կենում ես անդոնից ասում եմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրակարգ գոյություն ունի, որտեղ պետք է հասանելի դարձնել, մարդկության դեմ կատարված ադրբեջանական հանցագործությունները, ասենք մանկահասակ երեխայի սպանության մասին է խոսքը կամ մեծահասակ մարդկանց, տարեց մարդկանց մարմնի մասերի անջատման մասին է խոսքը գնում, էտել են սահմանափակում բլոկադայի մեջ գցում, վստահ եմ, որ այս թեմայի շուրջ էլ այդպես կլինի ու դրա համար անընդհատ նշում եմ alliance.am կայքին հետևեք սիրելի հայրենակիցներ։ Հիմա, ինչից են վախենում, ես չգիտեմ, չէ՞ որ ես ռադիկալ չեմ, պարզապես մատնանշում եմ բացերը, վեր եմ հանում կիքսերը, ասում եմ ուր են գնում այս փողերը, ասում եմ ինչու եք անում այսպես, մինչդեռ կարելի է հակառակ կերպ վարվել։ Եվ հիմա ըստ էության, եթե վախենում եք, որ չափավորված ու հավասարակշռված ճառի արդյունքում, ճիշտ այն դեպքում, երբ որ երկիրն ու պետությունը պիտի շահի, կարող ասենք վարկանիշս էլի ավելի աճի ու դրանից ճաքեք, ես դες հորդորում եմ սթափվել։ Այսօր այդ բառը երկրորդ անգամ եմ օգտագործում, հավանաբար պետք է մի քանի անգամ կրկնեմ։ Այս թեմայի շուրջ 5 օր է մենք բոլորս փոխվել ենք։ Փոխվել է մեր ինքնագիտակցությունը, մենք վերաիմաստավորել ենք, վերագիտակցել ենք իրողությունը, իրավիճակը, որում ապրում ենք, հայրենիքը, հոգեբանական, փիլիսոփայական այն ամբողջ տիրույթը, որում գործել ենք ու հատկապես քաղաքական դաշտի մասնակիցները, քաղաքական գործընթացի խաղացողները, ես ինքս մասնավորապես, մենք իրապես դեմ հանդիման կանգնելով ճակատագրական կենսական, ազգային կենսական վտանգին բացարձակապես վերափոխվեցինք, փոքր-ինչ առողջացանք նույնիսկ կարելի է ասել։ Ես կոչ եմ անում ձեզ օգտագործել այս իրավիճակը, այս նախագիծը բերողներին օգտագործել այս իրավիճակը։ Եկեք փորձենք դժբախտությունից, պատերազմից, պրոբլեմից քաղել գոնե սեփական կարողությունները նոր հունի վրա դնելու, սեփական կարողությունները նորովի օգտագործելու, երկիրը ոտքի հանելու, նոր Հայաստան, նոր իրավիճակ, նոր երկիր, նոր որակ ապահովելու վրա։ Մի փոքր քայլ է անում կառավարությունը, մի փոքր քայլ է անում նախագահը, իշխանության ներկայացուցիչները, ուրախանում ենք։ Որոնում ենք ձեզանում ողջամտություն, որպեսզի ուրախանանք դրանով։ Ամբողջ քաղաքական դաշտը ցույց տվեց, որ անհրաժեշտության պարագայում պատրաստ ենք աջակցել, եթե իրապես տեսնում ենք երկրի խնդիր, պետության խնդիր, ազգի խնդիր։ Հիմա ես ձեզ այսօր այստեղ հարցնում եմ, 301 միլիոն դրամ ծախսել եք ձեր ուսումնական կենտրոնի հետ, չգիտեմ, դպրոցի հետ, հանգստի զոնայի, սպորտային տարածքի վերանորոգման վրա։ Դուք այսօր ասում եք վարկ ենք վերցնում 21 միլիոն, որպեսզի արդիականացնենք էլեկտրոնային համակարգը։ Ես ձեզ ասում եմ արդեն էլեկտրոնային ծրագիր ունեցել եք, որի համար վատնել եք մի քանի $100,000 անիմաստաբար, դուք ասում եք ես դրանից տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ, որ արդիականացնում ենք, այո, մրցույթային ծրագրեր եւ այլն։ Նորից կրկնում եմ ամբողջ հարգանքով ձեր հանդեպ, բայց ձեր համակարգի հանդեպ եւ ձեր գործելակերպի հանդեպ հարգանք չկա, որովհետեւ չկա անկալում ու ըմբռնում։ Խնդրում եմ լսել, որովհետեւ ակնկալելու եմ պատասխաններ։
պատերազմական վիճակը, անընդմեջ մեր գլխավերևում արկախված վտանգը մեզ ստիպում է ավելի լուրջ յուրացնել արտակարգ տնտեսման ռեժիմի անցման անհրաժեշտության գիտակցումը եւ իրականացնել կոնկրետ գործողություններ։ Վերանայեք ձեր աշխատավոճը, վերանայեք պատերազմ գնացող թիկունքում դժվարության պարորյան քարշ տվող, ծայրը ծայրին մի կերպ հասցնող, բայց հոգու ողջ կարողությամբ հայրենիքը սիրող քաղաքացու փողերով սիգարների համար կտրիչներ գնելու ձեր մոտեցումը, մեխանիզմը, տարբերակը, փիլիսոփայությունը, վերանայեք, փոխեք։ Ես էլ չեմ ասում, որ առջևում ընտրությունները ժողովուրդն է ձեզ փոխելու։ Ես էլ չեմ ասում, որ կա պրագմատիկ իրատեսական ուղղակի ձեզ համար դիտական նկատառում։ Ես ասում եմ, որ այս 5 օրը մեզ լիովին փոխեցին, եկեք օգտագործենք այս իրադարձությունները վերավորակավորվելու համար։ Եվ առարկայորեն, կոնկրետ այս նախագծով վերանայեք այս նախագիծը, հետ տարեք, ես չգիտեմ ովքեր են սկսել, ասում եք սկսած ծրագիր է ժամանակին, թե նախորդ կառավարությունը, թե այս կառավարությունը, թե ֆինանսների նախարարը, նախկին, ներկա, չգիտեմ ով, բայց դադարեցեք իրավիճակ փոխեք։ Ինչու դուք ճիշտ է հնչում հարցադրումը, ինչու դուք իրավիճակի չեք ֆինանսների նախարարության կամ ՊԵԿ-ի ամբողջ այդ ապարատով, այդ կառուցվածքով, այդ լծակներով իրականացնել այն, ինչի համար պետք է վերցնել վարկ, ձեր բյուջետային միջոցները դրա համար չեն բավարարում, ձեր էնտուզիազմն ու ալտրուիզմը դրա համար չի բավարարում, ձեր աշխատակիցների, ձեր մեծահարուստ նախարարների, մասնավորապես նշյալ երկու գերատեսչությունների էնտուզիազմը չի բավարարում այս իրավիճակում, այդ վարկային միջոցները վերցնել կամ չվերցնել կամ վերցնել ուղարկել, ասենք, ռազմաճակատ, փոխարենը մի քանի ժամ ավել աշխատել, արտահասթիկային կամավոր ջանքեր գործադրել, ներգրավել, ես չգիտեմ այլ միջոցներ իհարկե կան, պարզապես փոխվել է դրանց վատնման ձևը, եթե ժամանակին ընդունված էր, ասենք, խորհրդատվությունների վրա փոշիացնել փողերը, հիմա էլեկտրոնային համակարգերի վրա։ Հետո սթափվեք։ Շնորհակալ եմ ուշադրության համար։